Փառք քեզ Հիսուս։ Խոնարհեցնում ենք մեր անձերը, խոնարհեցնում ենք մեր սրտերը, խոնարհեցնում ենք մեր անձը քո առաջ, Տեր։ Դու ես ամենը, դու ես ամենը, Տեր, դու ես ամենը։ Եվ ինչ որ ես ունեմ մարդս, ինչ որ ունենք մենք մարդիկ, քոնն է եւ քեզանից է, Տեր, քո համար է, Տեր։ Հալելույա։ Փառավորվի այս վայրի մեջ, Տեր, մեծ արվի այս վայրի մեջ, Տեր, եւ պահի մեզ, Տեր, որպեսզի մենք հանկարծ չմոլորվենք, պահի մեզ, Տեր, որպեսզի մենք հանկարծ չսայթակենք, պահի մեզ, Տեր, որպեսզի մենք հանկարծ չձանձրանանք, պաշտում ենք քեզ, սիրում ենք, երկրպագում ենք, մեծարում ենք, բարձրյալ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։ Ամեն։ Հալելույա։ Այս ամեն ծափարություններու փառքը, Տեր։ Հալելույա, քո անունի համար, Տեր Հիսուս։ Հալելույա, քո անունի համար, Տեր։ Մենք քեզ ենք գովաբանում, քեզ ենք մեծարում, կարող ես բացականչել, հալելույա։ Հալելույա, փառք քեզ Հիսուս, հալելույա։ Այս բացականչությունները, գոհությունները, Տեր, քո անունին ու փառքին են։ Հալելույա, մեծարում ենք քեզ մեր արքա։ Հալելույա։ Ամեն։ Ամեն, հալելույա։ Փառք Հիսուսին, թանկագիններս, ողջունում եմ ձեզ, Աստված օրհնի, բոլորիդ, համեցեք, տեղավորվեք, նստեք։ Շնորհակալություն փառաբանության թիմին, Աստված օրհնի։ Ամենահետաքրքիրը, որ նայա իրականությունն է դա, որ մարդիկ նայելով մարդկանց եկեղեցի չեն գնում։ Որովհետև թե ուղղափառ, թե կաթոլիկ, թե ավետարանական բողոքական եկեղեցիները, թանկագիններս, իրանք մարդիկով են լցված։ Մարդիկ են ներկայացնում այդ եկեղեցիները։ Ամեն տեղ Քրիստոսն է գլուխը, Քրիստոսն է Աստվածը, ամեն եկեղեցիները, որ ես թվարկեցի, իրանք դավանում են Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, Սուրբ Երրորդություն են դավանում ու ընդունում են, որ Հիսուսը ծնվեց Սուրբ Մարիամից, ընդունում են, որ նա մահացավ եւ երրորդ օրը հարություն առավ։ Այս բոլոր եկեղեցիների հիմքը էսի է, նա նշանակում է, որ գլուխը Քրիստոսն է։ Ու գիտեք, որն է հետաքրքիրը։ Այսի ամենա հետաքրքիր բանն է, որ ես ես կասեմ, որ մարդիկ եկեղեցիները գնում են ու նայում մարդկանց։ Մարդիկ գնում են եկեղեցի ոչ թե նայելու Քրիստոսին, գնում են եկեղեցի նայելու մարդկանց։ Ու գիտեք որն է հետաքրքիրը, որ մարդիկ հիասթափված են Աստծուց մարդկանց պատճառով։ Բայց Աստված ոչ միտեղ չի թերացել։ Աստված ոչ միտեղ երբևիցե չի թերանում։ Աստված կատարյալ է իր ամեն գործում, իր ամեն ընթացքում, չնայած որ ծննդոց 6:6-ում մի հատ հետաքրքիր է, ասում փոշմանեցի, որ մարդ ստեղծեցի։ Լսի, այնց մեղքս գալիս է Աստված։ Մարդ է ստեղծել, ուրախանում է, ուզում է վայելի։ 6-րդ գլուխ, նոր է սկսել Աստվածաշունչը, պատմությունը։ Փոշմանեցի, որ մարդ ստեղծեցի։ Ինչ դառնությունն է։ Հասկանում եք, այսօր գնում ես եկեղեցի, ինչի համար, որպեսզի ծանոթանաս Աստծո հետ, մտերմություն անես, քայլես, հա։ Ես այդ եկեղեցի չեմ գնա, որովհետև այս ինչը լավ մարդ չի։ Այն ինչը լավ բան չարեց։ Այն ինչը սենց անում, ընենց անում։ Լսի, երբևիցե չլսեցի մի մարդու, որ ինքը ասի եկեղեցի չեմ գնում, որովհետև Քրիստոսը լավը չի։ Հասկանում ես, եթե ես եկեղեցի եմ գնում Քրիստոսին հանդիպելու, ես ոչ մեկի չեմ տենում։ Ես Քրիստոսին եմ տենում։ Իսկ մնացածին, որ ես տենում եմ Քրիստոսի հետևը, ամենը նորմալ է։ Բայց եթե իմ աչքերը Քրիստոս չի տենում,
իմ միտքը Քրիստոս չի ճանաչում, իմ սիրտը Քրիստոսին չի պատկանում, իհարկե, ինչ ասես կարա լինի իմ հետ։ Յուրաքանչյուրի հետ, թանկագիններս։ Դա շատ կարևոր է, սիրելիներս, շատ կարևոր է։ Եթե դու ուզում ես, եթե դու աստվածավախ մարդ ես, եթե դու աստվածասեր մարդ ես, ու դու ուզում ես Աստծո հետ հարաբերություն ունենաս, ոչ մեկի պատիվ մի արա, Աստծո տեղը մի դիր։ Եթե դու ինչ-որ մեկի պատճառով հարաբերություններդ խզում ես Աստծո հետ, լսի դու այդ մարդուն դնում ես Աստծո տեղը, ավելի բարձր, քան Աստվածը։ Բայց Աստված ոչ միտեղ չի ասում, չէ՞, որովհետև դու Արսենի եկեղեցուց ես, քեզ շատ եմ սիրելու, քեզ շատ եմ պատվելու։ Միտեղ կա տենց գրած։ Ոնց, ես չեմ քարոզել ձեզ դրա մասին։ Թանկագիններս, բայց ամեն տեղ, որովհետև դու ընդունում ես նրա որդուն, որովհետև նրա որդու արած զոհը դու ընդունում ես, հավատում ես ու դավանում ես, դա պատճառը, որ դու ուղիղ հարաբերություն ունենաս ու լինես սիրված որդի ամենակարող Աստծո կողմից։ Այսա պատճառը։ Ամեն։ Ու էսի շատ կարևոր պատճառ է, թանկագինս։ Էսի շատ կարևոր պատճառ է, որ ու գիտես, մի հատ էլ իրականություն կա ու ճշմարտություն։ Ես եկեղեցի գալիս եմ, որ ես իմ հարցերը շտկեմ Աստծո հետ, ոչ թե քույրիկիս հետ, ոչ թե եղբորս հետ։ Ես հարցեր ունեմ Աստծո հետ, հարթելու ու իմ համար է դա։ Իմ անձի համար է պետք, իմ անձնականի համար է դա պետք։ Ու եթե ես ասում եմ ինքը ինձ գայթակղեց, դրա համար ես եկեղեցի չեմ գնում, որովհետև ինքը ինձ արհամարեց կամ նեղացրեց կամ անպատվեց, կոպտեց։ Իրան ինչ, որ ես չգնացի։ Ինչ կորցրեցի, ես եմ կորցնում։ Ինքը ոչինչ չի կորցնի։ Ինքը վաղը կապաշխարի, իր հարաբերությունները կշտկի Աստծո հետ, իր ներողությունը կխնդրի ու կշարունակի քայլել։ Բայց կորցնողը ես եմ, որովհետև ես Քրիստոսին թողած նայեցի մարդուն։ Թանկագիններս, անցած ծառայության ով էր ստեղ, իսկ նախանցած Փառք Հիսուսին, մեծամասնությունը ստեղ էին։ Ով հայտնություններ ունի անցած ու նախանցած ծառայությունից։ Լավ հայտնություններ էր։ Շարունակենք։ Անկեղծ ասեմ, մի բան, անդադ ուզում էի եկեղեցում խոսեի կոչումի մասին, որ ամեն մարդ ունի կոչում իր կյանքի մեջ, որ Հիսուսի համար մի բան անի։ Ու անդադ դրա մասին եմ ուզում պատրաստվեմ, սովորացնեմ, քարոզեմ եկեղեցում, ու Տերը ինձի տանում է այս ծառների ճանապարհով։ Ու հիմա ես մտածում եմ, որ այս շաբաթ պիտի ասեմ, բայց Աստված ասում է, չէ, մի բան էլ պետք է ասես մյուս շաբաթ։ Կոչումի մասին խոսալու եմ մյուս շաբաթ։ Բայց այսօր ուզում եմ ծառերին վերադառնանք։ Ինչ շատ է դուր եկե, ես այնքան հայտնություն ունեմ այս նկարի մեջ, անկեղծ եմ ասում։ Էսի Տերը յուրովի աշխատանք է տանում մեր սրտի հետ, մեր մտքի հետ, ու թանկագիներս, երբ որ փոխվում է մեր սիրտը, փոխվում է մեր միտքը, փոխվում է մեր սիրտը, չէ՞։ Միտքը վերանորոգելով փոխվում է մեր սիրտը, ու երբ որ սիրտը փոխվում է, ինչ է լինում, գործերն են փոխվում, չէ՞, գործերն են փոխվում։ Փառք Հիսուսին։ Հիմա այս ովքեր որ չկային անցած ծառայությանը, ովքեր որ եղել են, թող չձանձրանան, ոչինչ կրկնությունը ինչ ասում Աստվածաշունչը,
թող ձանձրույթ չլինի, այլ հաստատություն լինի, չէ՞։ Թող ձանձրույթ չլինի, Պողոսն ասում, այլ հաստատություն լինի։ Հիմա թանկագիներս կրկն Ալիս Քույրիկը ինձ կօգնի, ստեղա ամենաուշադիր իմ հուշողն է Ալիս Քույրիկը։ Ասա Ալիս Քույրիկ, այս ծառը ինչ նկարել ես նկարը։ Ապրես, այս ծառները մարդու են նման, ով լսում է Աստծո խոսքը, ապրում է Աստծո խոսքով, չէ՞։ Աստծո տան մեջ է, բնակվում է Աստծո խոսքով ջրերի մեջ, լուսավորության մեջ, ունի քաղցր պտուղներ, ունի կյանք, իր պտուղը ժամանակին է տալիս, ամեն։ Իսկ ստեղ որտեղ չկա Աստծո խոսքը, մարդը որ եկեղեցում չի, չորությունը, խավարը, տափաստան, մեղք, մահ։ Հիմա թանկագիններս մենք խոսացինք նրա մասին, երբ որ մենք Աստծո տան մեջ ենք, Աստված մեզ ինչ անում, մշակում է, հոգա տանում, չէ, խնամում է ու մշակում է։ Դա առաջի օրը մենք խոսացինք, երկրորդ օրը մենք ակցենտ տարեցինք պահպանումը, չէ, որպեսի պահպանի, ինչ պիտի անի, շատ կարևոր է, հղկի, մշակի մեզ։ Ինչի համար մշակի։ Նայեք, մենք ինչ խոսացինք անցած ծառայությունը, որ Աստված ուզում է մեզ պահպանի, չէ՞։ Ուզում է մեզ պահպանի, ուզում է որ մենք իրանը լինենք։ Բայց ինչի համար, որ մենք պետք է կարևոր լինենք, որ ինքը մեզ պահպանի։ Եթե մի բան արժեք չունի, եթե մի բան կարևոր չի, մենք ինքներս, չէ՞, անպիտան բանը նետում ենք, բայց եթե ինչ-որ բանը մենք հղկել ենք, սիրուն, սարքել ենք, չէ, եւ այլն, այն մեր համար թանկ է, դրամ նույնն էլ մենք թանկագինես, լինելով Աստծո զավակներ, Աստծո որդիներ, երբ որ Աստծո խոսքը մեզ հղկում է, Աստված մեր համար մեր հետ աշխատանք է տանում, մեզ մշակում է, մենք նրա համար կարևորություն ենք, չէ, դառնում, ու դրա համար այդ հետաքրքրությունից ելնելով նրա պաշտպանությունը գալիս է մեր կյանք, պահպանում է մեզ։ Շատ ժամանակ քրիստոնյաները ուզում են մենակ պաշտպանություն, բայց մշակելու պահը չեն ուզում, որովհետև մշակելու պահը ցավալի է, այն Աստվածաշունչն չէ, որովհետև տեղ կա պետքա կտրի, ճյուղ կա որ սկսել է փդել, պետք է կտրի գցի, թե տեղ կա պետքա մի քիչ սղոցվի, հղկի, ռնդի, շուշաթղթի, որ հարթեցնի ինչի համար, որ իրա սրտով լինի, իրա կամքով լինի, իրա խոսքի համեմատ լինի, իրա ուզածի պես լինի, ամեն, Փառք Հիսուսին։ Հիմա թանկագիններս, տեսեք, որպեսի մշակի, խնամի, պահպանի, հետո ինչ պիտի անի, պիտի վերցնի, բայց միջև մշակելը պահել պահպանել, ինքը ինչ անում, տնկում է, այսօր խոսալու ենք տնկելու սկիզբի ու վերջի մասին, տնկելու ու վերցնելու մասին, ինքը տնկում է, առաջի Սաղմոսը հիշում եք, ասում է, արդերը նմանը, որ ջրի հոսքին, ջրի ափին տնկված, չէ, դրված, հիմա Աստված թանկագիններս մեզի տնկում է այնտեղ, որտեղից կյանք կարող ենք ստանալ, դա իրա տունն է, դա իրա եկեղեցին է, հիմա ես շատ օրինակներ եմ բերելու Աստվածաշնչից, ու վերջը, ամենակարևորը, որ այդ պտուղները, որ դու տալիս ես, քո կյանքի մեջ, դրանք պետք է ինքը գա վերցնի, Աստված ուղղակի չի, թանկագիններս այդ ժամանակ, որ ծննդոց 6-6-ը, որ Աստված ասում է փոշմանեցի, որ մարդը ստեղծեցի, պիտի ոչնչացնեմ, բոլորին, նոր է սկսել կյանքը, այնքան մարդը սենց բարկությունը բարձրացեց, այնքան մարդը կարծրացավ, հպարտացավ Աստծո առաջ, որ ասում, ու գիտես, ինձ թվում է այդ ժամանակ, հենց այդ ժամանակ, Հիսուսը, որովհետև հիշում եք, Հիսուսը այդ ժամանակ էլ էր Աստծո մոտ, այդ ժամանակ ինքը աչքիս տենալով Աստծո այդ վիճակը, հոր վիճակը, որ
Դու երբևիցե ձեր երեխան ձեզ նեղացրել, հա։ Ոնց ես, չես այս ճմլվում, աշխարհը փուլա գալի գլխի, տապրել չես ուզում։ Մտնում է, ամպերը գալիս են, ամեն ինչը սերի է, կամ էլ սև։ Քո երեխեն քեզանից ելածը պատկերացնում եք Աստծո վիշտը, դառնությունը այդ պահին։ Իսկ մա Հիսուսը այդ ժամանակ որ տեսավ իր դառնությունը, այդ ժամանակ ինքը որոշեց պետքա մի բան անեմ, ես Աստծուն ուրախացնեմ։ Մի բան անեմ, պետքա հորս ուրախացնեմ։ Ու գիտես, այդքան էլ այտենց չգիտեմ, գնալ բեգլ մի բաժակ ջուր բերել չէ էլի։ Թեկուզ ոդկով կամ Զորոյի մոտոյով։ Հասկանում ես, կյանքը պիտի դներ։ Ու դες այդ ընթացքը որ պետքա ինքը անցներ երկրի վրա, այդ ժամանակավոր ընթացքը, հետո հավերժությունում պետքա ինքը դրա հետ ապրի։ Ես չգիտեմ, բայց ես մտածում եմ, որ երբ որ ինքը մարմնացավ, ինքը միջև մարմնալը ինձ թվում է ուրիշ կերպար ունեցել, ուրիշ տեսք ունեցել։ Դե Աստծո որդի են խոսում, արարչի մասին են խոսում։ Բայց հետո ինքը մարմնանալուց հետո հավերժական մնում է այդ մարմնի մեջ։ Ես չեմ ասում, որ մենք շատ հեռու ենք, որովհետև Աստված ասում է մեր կերպարով, չէ՞։ Բայց միևնույնն է։ Ու ամենակարևորը այդ իրա, հիշում եք իմ ձեռքին շրամներ եղել։ Շատ էին ցավում։ Ցավում էին, բայց ուրախանում էի, գիտեք խի։ Ասում էի մի քիչ կարողանում եմ զգամ այն ցավը։ Մի ծրտիկ sense որ Տերն է ունեցել։ Թանկագիններս ինքը մնաց Հավիցյան այդ վերքերով։ Հավիցյան։ Գիտես խի, որ դու այսօր ասես, Հայր, սիրում եմ քեզ։ Խնդրում եմ Հայր, մխիթարի սիրտս։ Խնդրում եմ բժշկի ինձ։ Խնդրում եմ հարթի ճանապարհներս։ Խնդրում եմ օգնի ինձ անցնեմ այս դժվարությունները։ Խնդրում եմ իմաստություն տուր ինձ ընտանիքս պաշտպանեմ, կառուցեմ։ Խնդրում եմ իմաստություն տուր ինձ երեխաներիս առաջնորդեմ։ Այս իրավունքը տվեց ինձ ու քեզ։ Որ մենք Աստծուն կանգնենք ու ասենք. Հայր, ինչ կլինի։ Մի բան արա։ Օգնի դուրս գամ։ Օգնի շարժվեմ, օգնի բարձրանամ, օգնի քեզ հասնեմ, քեզ կպնեմ։ Ամեն։ Էսի մեր Տիրոջ ամենազորի շնորհիվա։ Փառք Հիսուսին, թանկագիններս։ Տիրոջ տան մեջ մենք ապահովություն ունենք, որովհետև Տիրոջ տան մեջ կա նրա կենթանի խոսքը, ու նրա խոսքը պաշտպանությունն է ամեն տեսակ փորձությունների դեմ, որովհետև այն գործ ու աշխատանք է անում, թանկագիններս։ Աստծո խոսքը ուղղակի չի, մենք լսեցինք ու ինքը անցավ։ Էդի ուղղակի երաժշտություն չէր կամ էլ ինֆորադիոն չի, հա, Ֆրանսիայի։ Մենք լսում եմ ու այնքան որ ձայն է գալի, դե չեմ լսում ինչ են խոսում աշխատանքի վայրում։ Թանկագիններս, հիմա տեսեք, Աստծո խոսքը ինքը գալիս է ու ինքը ինչ որ գործ է անում։ Ու երբ որ գործ է անում, ինքը այդ արած գործով փոխում է մարդուն։ Հիմա ինչքան մենք Աստծո հետ շատ շփվենք, այնքան
մենք կփոխվենք, այնքան մենք կվերափոխվենք։ Ինչքան մենք մտերմանանք, մեր sense բան կա, չէ, արտահայտություն կա, ասում, ասա ընկերդ ով է, ասեմ դու ով ես։ Այսինքն որպեսի մենք հայերս շատ sense բնավորություն ունենք, չէ, խասյաթ։ Դա բնավորություն չէ, խասյաթ է։ Մեկ է ծանոթանում ես ու սկսում ես դու աղբերն ես, ուր դու տղա ես, ուր դու չէ, հետո ոնց են ասում, որ թաղից ես, որ ում տներից ես, հա, ասենց ինչի համար, որ մենք ճանաչենք ինքը ով է, ինչ է իրանից ներկայացնում, չէ՞։ Կարծիք կազմենք, ով է այս մարդը։ Հիմա թանկագիններս, մենք ինչքան Աստծո հետ մտերիմ լինենք, այնքան մենք Աստծուց կյանք կվերցնենք։ Մենք ուզում ենք, գիտեք, միանգամից փոխվենք, միանգամից մեղքերից ազատվենք, միանգամից սուրբ ու արդար, հա, զոհաբերող սիրտ, տասանորդ տվող հավատարմություն, չէ թանկագիններս, այդ միանգամից չի լինում, այդ որովհետև մենք շատ ենք շփվում Աստծո հետ, մենք վարժվում ենք, մենք սովորում ենք, մենք վարժեցնում ենք մեզ, սովորեցնում ենք մեզ, ու մտերմանում ենք Աստծո հետ, ու դառնում ենք նրա նման։ Ու տեսեք թանկագիններս, Աստվածաշունչը մի հատ կարևոր բան է խոսում։ Առաջի Կորինթացիների 15-րդ գլխի 33 խոսքը։ Դանիել ջան, խնդրեմ մի հատ նկար դնես։ Էլի նկար եմ բերել այսօր։ Պտուղներն են, որ հավաքած պտուղներ են։ Շատ եմ սիրում դեղց։ Հավաքած պտուղներ են թանկագիններս։ Տեսեք, ստեղ մի քանիսը կա, բայց ինչ որ մեկից մի բան է սկսել։ Ինչ որ մեկից մի բան է սկսել, հիվանդություն է սկսել, ու որովհետև նրա կողքին մնացածներ են վարակվել այդ հիվանդությունով։ Ու գիտես, մի խաբվեք չար ընկերակցությունները բարի վարքն ապականում են։ Չար ընկերակցությունները, գիտես, եթե դու մեկի հետ ընկերություն ես անում, մեկի հետ շփվում ես, ու դու տենում ես, որ այդ մարդը բացասական ազդեցություն է թողում քո վրա, կրծում է քո հավատքը, հա, փդեցնում է, Դանիել ջան կփոխես, փդեցնում է քո հավատքը, պետք է իրանից ուղակի հեռու մնաս, պետք է իրան հանես քո կյանքից։ Ու գիտես, այս խնձորը չի կարա այն խնձորին բրդի գցի, ինքը պետք է Տիրոջը խնդրի։ Ու Տերը գիտես, ինձ հավեսով անում է դի։ Տերը հավեսով մեր կյանքից, ու շատ ժամանակ գիտեք, Աստված մեկ էլ մեր կյանքից մեկին հանում, հա։ Վայ, խիես, խի, տենց եղավ, չի զանգում, չի շփվում իմ հետ, եւ այլն։ Որովհետեւ գիտես, պրոս Աստված տեսել է ինչ որ մեկը փդում է, ու այդ փդացությունը կարա անցնի քեզ ազատել է։ Որ չբարակվես։ Մի ողբա, փառք տուր Հիսուսին, ուրախացի, ձեռքերդ բարձրացու, ծափարի Տիրոջը, փառք տուր իրան ու շարունակի ապրել։ Գնա առաջ, որովհետև չար ընկերակցությունները ինչ են անում, վարակում են։ Ու գիտես, ժամանակ կա, որ դու պիտի։ Որովհետև Սաղմոս առաջինը ինչ ասում, երաներին այն մարդիկ, ովքեր որ ինչ չեն անում, ամբարիշների սեղանին չեն նստում, մարդիկ չեն նստում։ Ու անցած ծառայությանը չէ, մի քանի ծառայություն առաջ կարծեմ հիշում եք, անոթները իրանք էին պատրաստում Աստծուն արժանի, Աստծո օգտագործման համար թագավորի տան անոթները իրանք պատրաստում են թագավորի համար։ Հա, ստեղ եմ սովորացրել, չէ՞։ Ծառայության էր։ Փառք Հիսուսին, թանկագիններս, Առակաց 13:20-ը, իմաստունների հետ ընթացողը իմաստուն կդառնա, բայց անմիտների հետ ընթացողը կտուժվի։ Եթե ուզում ես իմաստություն ձեռք բերես, պիտի իմաստուն մարդկանց կողքին դինես։ Եթե ուզում ես հավատք ձեռք բերես, ուրիշ բառերով ասենք, դու պիտի հավատքի մարդու կողքը լինես, հավատքի մարդկանց հետ շփվես։ Չարիքը հետապնդում է մեղավորներին, բայց արդարներին բարիք կհատուցվի։ Թանկագիններս, ինչի ենք ընկնում փորձությունների, չարիքների մեջ։
Որովհետև այդ կողմ ենք քայլում։ Այդ կողմ ենք քայլում։ Աստված մեզի միտք է տվել, իմաստություն է տվել, աչքեր է տվել, ընտրություն է տվել, որ մենք կոպիտ ասած ջոգենք ինչ ենք անում։ Հալելույա։ Թանկագիրներս։ Հիմա մի հատ հետաքրքիր բան ասեմ։ Աստված եկեղեցին դրեց երկրի վրա, հիմնեց երկրի վրա կարևորության համար, որ ուղիղ շփում ունենա մարդու հետ, որ ուղիղ հարաբերություն ունենա մարդու հետ։ Ու էսի Աստված ինքը կարևորեց, ու ես ու դու սրան պետք է նշանակություն տանք ու կարևորենք։ Ելիցում 33-րդ գլխում մի հատ sense պատմություն կա, ով է հիշում ոսկե հորթի մասին։ Ոսկե հորթին ով գիտի։ Հիշում եք ինչ է լավ այդ հորթի հետ։ Ինչ է լավ։ Չէ։ Կերան։ Այդ հորթը Մովսեսն եկավ վառեց, հետո մոխիրը կերցրեց։ Կրապաշներին։ Հետո դրանից հետո Մովսեսը որոշում է, որ խորան դնի։ Որովհետև տեսեք, Մովսեսը մի քանի օր բարձրացել էր սարը, Աստծո հետ հանդիպան։ Ու հետ եկավ, տեսավ ժողովուրդը խառնվել է իրար։ Ինչ էին արել, խստացրել էին իրանց սրտերը, Ոբշեմ, լավ, դրա մասին չեմ ուզում։ Մովսեսը խորանը դրեց։ Ու տեսեք, երբ որ Մովսեսը 33-րդ գլխից այդ պատմությունը սկսում է, երբ որ ասում է Մովսեսը գնում էր խորան, Տիրոջ ամպը իջնում էր խորանի վրա։ Ու Մովսեսը խոսում էր Աստծո հետ։ Աստծո հետ խոսում էր երես առ երես։ Մովսեսը դուրս էր գալիս, բայց ասում է նրա աշակերտը Հեսուն մնում էր խորանի մեջ։ Գիշեր ու ցերեկ չէր կշտանում Աստծո ներկայություն։ Տեսեք թանկագիններս, էսի խորանն է։ Ու էսի այսօրվա 2021 թիվն ենք, 26 թիվն ենք, 21-րդ դարն ենք, չէ՞։ 21-րդ դար 2026 թիվ։ Էսի այդ խորանն է, որտեղ մենք Աստծո անունով գալիս ենք, տնկվում ենք նրա խոսքի մեջ, նրա կյանքի կենթանի ջրերի մեջ, ու այդտեղ Աստված, գիտեք, որ մենք գալիս ենք, հետո էդի Հիսուսն է, չէ՞ ասում, անցած ծառայության ասենք 2-3-ը կարևոր չի, 2-3-ն են կարևոր, որ միաբան գալիս են Հիսուսյանով, Աստված հետ է գալիս է խոսում։ Հասկանում եք, թանկագիններս, եթե մենք ուզում ենք Աստված խոսա մեր հետ, մենք պիտի գանք նրա մտածած տեղը։ Մենք պիտի լինենք նրա մտածած տեղը։ Թվոց 9-րդ գլխի 15-րդ խոսքից։ Այն օրը, երբ վրանը կանգնեցվեց, ամպը ծածկեց վկայության վրանը։ Երեկոյից մինչև առավոտ կրակի տեսքով այն մնում էր վրանի վրա։ Միշտ այդպես էր, ցերեկը ամպն էր ծածկում վրանը, իսկ գիշերը կրակի տեսքը։ Երբ ամպը վերանում էր վրանից, Իսրայելի որդիները մեկնում էին եւ որտեղ որ ամպը կանգ էր առնում, նրանք այնտեղ էին բնակվում։ Թանկագինես, ի՞նչ է նշանակում այս ամպը։ Այս ամպը Աստվածաշնչի նկարագրությամբ ամպը էդի Տիրոջ ներկայությունն է։ Տիրոջ ներկայությունն է ու տեսեք ասում է, երբ ամպը վերանում էր, իրանք սկսում էին շարժվել։ Իրանք ուր էին գնում Իսրայելի ժողովուրդը նպատակի հասնելու, չէ՞։ Ուրեմն ի՞նչ է նշանակում Տիրոջ ներկայությունը։ Տիրոջ ներկայությունը նշանակում է առաջնորդություն, Աստծո ընտրյալ ժողովրդին տանում է հասցնի նպատակին։ Ու տեսեք թանկագիններս, ամպը ոչ ցերեկը, ոչ էլ գիշերը, կրակը, Տիրոջ ներկայությունը ծածուկ չէր, թաքնված չէր, այն երևում էր, արկա էր, տեսնում էին։
Այսօր էլ թանկագիներս եկեղեցում Տիրոջ ներկայությունը ծածուկ չի։ Փակ չի։ Հիսուսի առաջնորդությունը իր եկեղեցու էդի ծածուկ չի։ Թաքուն չի անում Հիսուսը։ Ամեն բան արկա է։ Տիրոջ նշանները, զորությունները, կենթանի խոսքը, ներկայությունը իր կենթանի եկեղեցու մեջ այսօր 21-րդ դարում տեսանելի է ու շոշափելի։ Ամեն փառք Հիսուսին դրա համար։ Հիմա տեսեք թանկագիններս, Տիրոջ ներկայությունը ինչ նշանակություն ունի եկեղեցու իր տան, իր ժողովրդի համար։ Իր ներկայությունը, երբ որ իջնում է իր եկեղեցու վրա, նշանակում է, որ ինքը ընդունում է դա որպես իրան բնակավայր։ Եկեղեցին դա Աստծո բնակավայրն է։ Դա ընդունում է, ինքը ցույց է տալի իր կրակով, որ դա իրանն է, իր տեղն է ու ինքը տեղ բնակվում է։ Հալելույա։ Ու ինքը ցույց է տալի, որ ինքը բնակվում է իր ժողովրդի մեջ։ Իր ժողովրդի մեջ, իր ընտրյալ ժողովրդի մեջ։ Տիրոջ ներկայությունը, հաջորդը ինչ անում, երկրորդը առաջնորդում է իր եկեղեցին։ Ներկայությունը ամենակարևոր բանը ինչ անում, սրբացնում է իր եկեղեցին։ Սրբացնում է, թանկագինես, երբ որ խորանը ասեց Մովսեսին կանգնացրու, ասեց դիր այնտեղ զոհասեղանը, դիր այնտեղ հացի սեղանը, դիր այնտեղ ջրի ավազանը, դիր ջրի ավազանը, ու հետո ասում է կբերես Ահարոնին այդտեղ, կբերես Ահարոնի որդիներին, իրանց կլվանաս այդ ջրով, կսրբես իրանց, կսրբացնես իրանց, կենթանի ջրով, Աստծո խոսքով, որ իրանք լինեն իմ ծառաները, իմ քահանաները, թանկագիններս, մենք այսօր չենք կարող Աստծու ծառա լինել, Աստծուն ծառայություն մատուցել, եթե մենք սրբված չենք նրա խոսքով, եթե մենք մաքրված չենք նրա խոսքով, ամեն, փառք Հիսուսին, ու գիտեք թանկագիններս, հին ուխտում և նոր ուխտում Աստծո ընտրյալ ժողովուրդը ինքը ներկայացում է որպես Սիոնի դուստր, հին ուխտում, հաճախակի Եսայի մարգարեություն, Զաքարիայի մարգարեություններում Սիոնի դուստր, Իսրայելին ընտրյալ, Երուսաղեմին ընտրյալ, էդի եկեղեցին է, իր ընտրյալ ժողովուրդը եկեղեցին է, ու գիտեք մի բան եմ նկատել, որտեղ հավատարիմը եկեղեցին, Աստծո ժողովուրդը, որտեղ հավատարիմը, ընդեղ ասում է Սիոնի դուստր, իսկ որտեղ հավատարմություն չունի, նմանացնում է դավաճան կնոջ, դավաճան կնոջ, որտեղ իր ժողովուրդը, իր ընտրյալը հավատարմություն չունի, ինքը նմանացնում է դավաճան կնոջ։ Հիմա թանկագիններս, Աստծո ներկայությունը մեր կյանքի մեջ էդի պետքա տեսանելի լինի։ Աստծո ներկայությունը մեր կյանքի մեջ այն պետքա գործ անի, գործունեություն ունենա։ Եթե մենք Աստված դրեց իր խորանը ինչի համար, որ շփում հարաբերություն լինի ժողովրդի հետ։ Եթե մենք թանկագիններս եկեղեցի ենք հաճախում ու մենք շփում ու հարաբերություն չունենք Աստծո հետ, մի բան այն չի։ Մենք եկեղեցի ենք գնում, մենք խորան ենք գնում, Աստծո տուն ենք գնում, որպեսզի մենք շփում ունենանք Աստծո հետ, մենք հարաբերություն ունենանք Աստծո հետ։ Զաքարիա 8:8-ում այսօր 21-րդ դարի խորանի առաջնորդը լույսը, կրակը, ամպը էդի Հիսուսն է թանկագիններս։ Հիսուսն է այսօր մեզ 21-րդ դարում ուղղակի ցույց տալի, որ կողմ գնանք, ինչ անենք, ոնց անենք, որպեսզի ունենանք հարաբերություն Աստծո հետ եւ նաեւ հասնենք խոստմունքի երկիր։ Զաքարիայի 8-րդ խոսքը։ Հիմա տեսեք, եւ նրանց բերելու եմ բնակվելու Երուսաղեմում։
Եվ ինձ համար ժողովուրդ կլինեն, իսկ ես նրանց Աստվածը կլինեմ ճշմարտությամբ ու արդարությամբ։ Բերելու եմ, այսինքն տնկելու եմ իմ եկեղեցու մեջ ու իմ ժողովուրդն են լինելու։ Թանկագիններս, շատ կարևոր է, որ մենք եկեղեցու մասնիկ լինենք։ Շատ կարևոր է, որ մենք մեր սրտով, հոգով, մտքով եկեղեցու մասնիկ լինենք, անդամ լինենք։ Որովհետև եթե մենք դրա անդամը չեղենք, Տիրոջ ճշմարտությունն ու արդարությունը մեր կողքով կանցնի, մեր հետ կապ չի ունենա։ Ամեն։ Ու շատ կարևոր բան էլ կա, որովհետև Տերը գալու է իր հարս եկեղեցու հետևից։ Էսի շատ կարևոր բան է։ Որ այն ինչ որ մենք անում ենք, էդի ուղղակի չի հենց այնպես։ Տերը գործեր ունի կիսատ թողած, գալու է վերջացնի ամեն։ Ուրեմն Հովանես 14-րդ գլխի առաջի խոսքից Հիսուսը մի հատ հրաշալի թեմա է բացում, որ մեր շինարարությունն է սկսել ու դրա մասին խոսում է ինքը։ Ձեր սրտերը թող չխռովեն։ Այսինքն պահիտակ հանկարծ չձանձրանաք, չհիասթափվեք, չգայթակղվեք, չնեղանաք, հավատացեք Աստծուն։ Չխռովեք, հավատացեք Աստծուն։ Հավատացեք նաև ինձ։ Իմ հոր տանը բազում օթաղաներ կան։ Բազում բնակավայրեր կան։ Եթե ոչ, ձեզ ասում եմ, ես գնում եմ ձեր համար տեղ պատրաստելու։ Թանկագիներս, օթաղաներ կան, բայց ասում եմ մարդ ես կարող է չերիքի։ Հա, մեր բառերով ասեմ։ Գնում եմ ասում մեր շինարարություն սկսելու։ Այդ մեր շինարարությունը սկսելու հետո, տեսեք, ինքը մենակ շինարարություն չի անում ու վсё է։ Վերստին կգամ, երրորդ խոսքը, ու ձեզ ինձ մոտ կվերցնեմ, որպեսզի որտեղ ես եմ, դուք էլ լինեք։ Թանկագիններս, Հիսուսը տեսեք խոսում է, որ գալու եմ ձեր հետևից։ Հավատացեք Աստծուն, հավատացեք ինձ, մի ձանձրացեք, համբերեք, ձեր համար տուն եմ սարքում, հենց շինարարությունը պրծա, գալու եմ ձեր հետևից, Հիսուսն ասում, ամեն, հենց շինարարությունը պրծա, գալու եմ, և ուր ես գնում եմ գիտեք նաև ճանապարհը, ոչ մի բան թաքուն, գնաց ճանապարհով ու ասեց ուր ես գնում եմ, հետևից ցեկեք, տները ձեր համար եմ սարքում, նայ հա, որ չեկար քո տունը ես եմ վերցելու եմ վաճառեմ, չէ թանկագինես, ես բոլորիդ կոչ եմ անում, եկեք գնանք մեր երկնային տները վայելենք, եկեք գնանք մեր երկնային տները մեզանով անենք, որ մեր Տերը մեր համար պատրաստել է, թանկագիններս մեր քրիստոնյաների, քրիստոնեական աշխարհի համար էսի շատ մեծ կարևորությունն է, որ մենք սպասենք մեր Տիրոջը, որ ինքը գալու է իր տան հետևից, ինքը գալու է իր հարսի հետևից։ Հիմա ես ուզում եմ մի քանի օրինակներ բերեմ ավետարանից, ինչա խոսում ու ինչ կարևորում է, ինչքան է կարևորում ինքը եկեղեցուն, որպես իր հարս։ Առաջի Թեսաղոնիկեցիների 4-րդ գլխի 13-րդ խոսքից Պողոս առաքյալը նայեք ինչ է գրում։ Չենք կամենում եղբայրներ, որ ննջեցյալների մասին անտեղյակ լինեք ու տրտմեք, ինչպես ուրիշները, որ հույս չունեն։ Տեսեք, այսօր ով է ուզում իմանա ոնց է լինելու վերջը, Արմագեդոն եւ այլն։ Գիտեք խեք ուզում իմանաք, որովհետեւ ուզում եք պատրաստվեք, որովհետեւ ուզում եք այդ օրվան պատրաստ լինեք, բայց ես ձեզ ուզում եմ ճշմարտությունն ասեմ, բայց չհաստատվեք։ Հիսուսը ասեց նշանները, բայց ասեց հենց վերջի օրը երբ է, ես չգիտեմ։ Հիմա ես ձեզ կասեմ նշանները թանկագիններս։ Հիմա թե երբ է
այդ օրը լինելու, ես չեմ կարող ասեմ, բայց էդի խոսում է նրա մասին, որ ես ու դու ամեն օր պետքա պատրաստ լինենք դրան։ Հալելույա։ Դու այսօր շատ ուժեղ հայտնություններ ես ստանում։ Հիմա այսօր մենք հարց ունենք, չէ՞։ Բայց մարդիկ, որ մահացել են, իրանց հետ ի՞նչ է լինելու։ Իրան ծովում իշքան են մահացել, չէ՞։ Իշքան մեռած մարդիկ կան, բայց իրանց հետ ի՞նչ է լինելու։ Ո՞վ է հավատում, որ Հիսուսը հարություն առե։ Գիտեք, աշակերտներից մի քանիսն էլ ինքը ասում էր, որ հարություն եմ առնելու, չէ, դաժե չեն պատկերացնում ինչ է ասում, որ հավատան կամ չհավատան։ Բայց մարդիկ կային հավատացին, մարդիկ կային չեն հավատում։ Այսօր էլ ձեր մեջ մարդիկ կան կհավատան, մարդիկ կլինեն չեն հավատա, բայց դա լինելու է։ Որ դու չես հավատում, դա չի կարա խոչընդոտ լինի, որ դա չլինի, դա միևնույնն է լինելու է։ Որովհետև եթե հավատում ենք, որ Հիսուսը մեռավ ու հարություն առավ, այդպես էլ Աստված Հիսուսով ննջեցյալներին կյանքի կբերի նրա հետ։ Մի օր հենց Հիսուսը եկավ, բոլոր մեռելները հարություն են առնելու։ Կմախքներ չեն ելնելու։ Իրանց նման են լինելու։ Ամեն մեկը իր տեսքով, իր կերպարով։ Որովհետև երբ որ Հիսուսը հարություն առավ, ինքը եկավ աշակերտների մոտ։ Ինքը կատարյալ էր։ Ոչ մեկ չվախեցավ։ Ոչ մեկ իրանց չվախեցավ։ Դռները փակ էր, մեր նման հավաքված Հիսուսի մասին էին խոսում, մեկ էլ Հիսուսը պատից մտավ ու ասաց՝ «Ստեղ եմ։ Եկեք կպեք, ուզում եք»։ Նոր մարմին հագավ ինքը։ Հիմա այդ մեռելներն էլ որ հարություն առան, այդ նոր մարմնով են հարություն առնելու։ Բայց տեսեք մի հատ հետաքրքիր բան ասեմ։ Այն մեռելները, որ դժոխքում են, իրանց մասին չի խոսքը։ Բարեպաշտ մեռելների մասին։ Ահա Տիրոջ խոսքի հիման վրա սա ենք ասում ձեզ, թե մենք ողջերս, որ կմնանք միջև Տիրոջ գալուստը, դեք Պողոսն էլ է հավատում, որ Հիսուսը գալու է։ Գիտեք, որ ես ու դու հաստատ իմանանք, որ Հիսուսը հաստատ գալու է, հաստատ տնես չենք ապրել, ես էլ բոլորս էլ, ոնց էլ հիմա ապրում ենք, անկեղծ եմ ասում ձեզ, թանկագինս, որովհետև մենք հենց դրա համար ենք ուզում մնանք վերջի երբա, որ ավելի կատարյալ լինենք։ Բայց եթե ես տեղ ունեմ փոխվելու, ես այսօր պետք է փոխվեմ։ Ամեն։ Որ Տերը գալու է, որտեղ ենք հասել։ Սա ենք ասում ձեզ մենք ողջերս, որ կմնանք միջև Տիրոջ գալուստը, ննջեցյալներից առաջ չենք անցնի։ Քանի որ Տերն ինքը հրամանի ազդարարմամբ, հրեշտակների ձայնով ու Աստծո փողի հնչմամբ երկնքից ցած կիջնի։ Եվ Քրիստոսով մեռածները նախ հարություն կառնեն, եւ հետո մենք ողջերս, որ մնացել ենք, նրանց հետ միասին ամպերի մեջ կապշտակվենք Տիրոջը դիմավորելու եւ այդպես ամեն ժամ Տիրոջ հետ կլինենք։ Ուրեմն միմյանց մխիթարեցեք այս խոսքերով։ Թանկագիներս, երբ որ արդեն վերջը եղավ, հենց վերջն է, всё։ Այսինքն որ մեկը որ բորդոն գրել եք, այս ինչին տեսել եք չկա։ Մեկ էլ որ մենակ ես մնացել սաղ չկա։ Իմացի տխուր ավիճակը։ Եկել ես եկեղեցի, մարդ չկա։ Որ բորդոն գրում ես, այսօր ծառայություն չկա։ Սա հապշտակվել են, հա, նկատի հասկանում եք ինչ եմ ասում։ Հապշտակվել են։ Ես հավատում եմ։ Անկեղծ ասեմ, այդքան էլ չեմ պատկերացնում ոնց ինչա լինելու։ Պապիներիս եմ տենալու, թե ում տատիներիս, թե ում հետ եմ հապշտակվելու, չգիտեմ։ Բայց մի բան, նայեք, այն որ պետքա պատերազմ լինի։ Պետքա մի բան սիրելի եկեղեցի, որպես հովիվ, որպես ձեզ հայր, ես ձեզ մի հատ խորհուրդ եմ տալի։ Հանկարծ ձեր սիրտը չխստացնեք Իսրայելի դեմ, հրեաների դեմ։ Ես հասկանում եմ, մեր ազգի համար դժվար է, նամանավանդ վերջին
իրադարձություններից հետո 20-ական թվականների, բայց Աստված իր որոշումն ունի, Աստված իր ընտրությունն ունի, մենք դրա դեմ չենք կարա դուրս գանք։ Որովհետև նայեք ասեմ, վերջի ժամանակները շատ ազգերի սրտերը խստանալու է Իսրայելի դեմ։ Այսի խոսում է վերջի ժամանակների մասին։ Ու շատ ազգեր պատերազմով գնալու են Իսրայելի վրա։ Երբեք, որ դու լսում ես վատ լուրեր, որ ինքը պատերազմի մեջ է, իրան եւ այլն, չխստացնես քո սիրտը ու չկանգնես հակառակ կողմը, որովհետեւ Աստված ինքը ասում է ես եմ պատերազմելու, ես պաշտպանելու եմ իմ ժողովրդին, ոնց որ մեզ հավատացյալների սա պաշտպանելու քրիստոնյաներին, նույն ձևի էլ ավելի ահավոր ձևի էլ ինքը պաշտպանելու է հրեաներին, Իսրայել ժողովրդին։ Ու Աստված մի բան էլ ասում, որ ով Իսրայելին օրհնի, ինքը կօրհնվի։ Ով անիծի, ինքը անիծված կլինի։ Թանկագիններս, ես պոլիտիկայով չեմ զբաղվում։ Ես խոսում եմ Աստծո խոսքը, ես քարոզում եմ ու սովորացնում եմ Աստծո խոսքից, Աստվածաշնչից։ Մենք ազգապաշտ չենք, մենք աստվածապաշտ ենք։ Ու Աստծո ասած օրենքները, կանոնները մեզ համար օրենքա ու կանոն է։ Մենք դա ընդունում ենք սիրով ու պահում ենք։ Ամեն։ Ու հիմա տեսեք, թանկագիններս, հիմա վերջի ժամանակները պատերազմով կգնան Իսրայելի վրա, 3.5 տարի պատերազմ կլինի, հետո կշատանան ոնց ասում Աստվածաշունչը այդ բառերով հայտնության գլխի մեջ ասում է, որ այնքան շատ կլինեն զորքերը, որ իրանց կտանի անապատ կթաքցնի 3.5 տարի ինձ թաքնված։ Գիտեք, այս ամեն ինչը հայտնության գրքում որ գրած է, դա մենակ Հովանեսն է տեսել։ Էդի մենակ պատմոս կղզում Հովանեսն է տեսել, ու ինքը փորձել է նկարագրի գրի։ Հիմա մենք ինչքան էլ խորանանք դրա մեջ, միևնույն է, այն չենք տենալու ինքը ինչ տեսավ։ Բայց մի բան ասեմ քեզ, էսի ճշմարտությունն է։ Եթե դու Աստծո հետ հավատարիմ եղար, թեկուզ որ ամենադժվար ու դաժան ճանապարհներով էլ անցնես, գիտես հետո հայտնության մեջ ինչ ասում 24 երեցները եկան ու մեկ էլ նրանք եկան, ովքեր որ գլխատվել են Հիսուսի անունի համար ու իրանք ասում են շատ պատվավոր էին, երկնքում իրանք շատ պատվավոր էին, թեկուզ գլխատված լինես, երկնքում պատվով ես, գլուխը ձեռը չես գալու, գլուխը վրա է տարլելու, արխային։ Բայց մի բան ասեմ քեզ, եթե դու հավատարիմ լինես Տիրոջը ու իր խոսքին, դու ամենտեղ պաշտպանված կլինես։ Ամեն ոչ միտեղ սովամահ չես լինի։ Չվախենաս, ասում եմ, նրանք ովքեր որ չեն թողել սատանան իր կնիքը դնի իրանց վրա, նրանք պատվավոր են երկնքում։ Դրա համար թանկագինս, պահի քո հավատքը, պահի քո հավատարմությունը, քո Աստծո հետ ու պաշտպանված կլինես միևնույնը չես կորի։ Ամեն, փառք Հիսուսին։ Թանկագիններս եկեղեցին Եփեսացիների 5-րդ գլխում էլի խոսում է նրա մասին, որ նմանացնում է ամուսինների, ոնց որ ասում է ամուսինները, այնպես էլ եկեղեցին է Քրիստոսի համար, էսի կարևորությունն է, ամուսիններին խորհուրդ է տալի, որ էսենց եղեք, ընենց եղեք, սիրեք ձեր կանանց, ինչպես Հիսուսը սիրեց իր եկեղեցին, այդքան մտերիմ ու կարևոր հարաբերությունն է Քրիստոսի ու իր եկեղեցու միջև։ Ու գիտեք թանկագիններս, Ելից 46-ում մի հատ շատ կարևոր տեղ եմ ուզում կարդամ քո համար։ Խորանի, այսինքն ժողովի վրանի առջև կդնես ողջակեզների սեղանը, 7-րդ խոսքը, ավազանը կդնես ժողովի վրանի եւ զոհասեղանի միջև եւ դրա մեջ ջուր կլցնես։ Թանկագիններս, այն որ ինչ որ իր տան մեջ է արվում, իր տան մեջ կա, դու էդի չես կարա, ուրիշտեղ մերիայում չկա, քաղաքի հրապարակներում չկա, հայրական տանը չկա, նկուղում չկա, թանգանոց սարքած տան մեջ չկա, թանկագիններս։ Էդի մենակ իր տան մեջ է,
ողջակեզի սեղանը ու ջրի ավազանը։ Մենակ Աստծո տան մեջ դու կարաս քո զոհը մատուցես ու լվացվես մաքրվես, սրբվես։ Մենակ Աստծո տան մեջ։ Գիտեք, այսօր սատանան 21-րդ դարում նորից ինչ անուն ասես կպցնում է Աստծո տան վրա։ Ինչ անուն ասես։ Գոնե մի քիչ մեկի կարենա պահի, մեկի կարենա խափի, որ չգնա հանկարծ ջիմանա ճշմարտությունը ու չփրկվի։ Զաքարիա 9-րդ գլխի 9-րդ խոսքը. Մեծապես ուրախացիր, ով Սիոնի դուստր, ցնծությամբ աղաղակիր, ով Երուսաղեմի դուստր։ Ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը, նա արդար ու փրկագործ է, հեզ եւ էշի վրա հեծած էշի ձաքի ավանակի վրա։ Թանկագիններս, Սիոնի դուստր եկեղեցին է։ Ու հիշում եք ավետարանում, որ Հիսուսը հենց զատիկից առաջ էր, չէ՞։ Հեսա մի ուրբաթ հետո, արդեն ավակ ուրբաթն է, այդ օրն է, որ Հիսուսը մտավ Երուսաղեմ ու հետո գնաց խաչելության։ Ու նույն բանը է, այս ինչ որ Զաքարյանն է մարգարեացել, նայեք ինքը Սիոնի դուստր է ասում, ինքը եկեղեցուն ասում, որ գալիս է քո փրկիչը եկեղեցու հետևից։ Գիտեք, կարա այսօր մարդկանց այնց խափի սատանան, որ դու Հիսուսին հավատում ես, խնդիր չկա, հավատում ես, դավանում ես, խնդիր չկա, ընդունում ես իր հարությունը, ընդունում ես, խնդիր չկա, դե ինչ պարտադիր է եկեղեցի գնալ, այն է պարտադիր, որ որտեղ կարաս իրան զոհ մատուցես, քո տան մեջ դու կարաս քո Աստծուն զոհ մատուցես, ինչ ես անելու, ո՞նց ես անելու։ Հա, մի հատ անկյուն ունես, որտեղ սրբի պատկերներ է դրած, այդտեղ մոմ կվառես։ Աստվածաշնչում այդտեղ զոհի մասին կորդ է գրած, ասեք ես էլ անեմ էդի։ Իսկ ջրի ավազանը, այդ կենթանի խոսքն է, հա, այդ էլ YouTube-ով։ Դե լավ։ Որ YouTube-ով դու կարաս Աստծո խոսքը լսես ու մաքրվես։ Դե ինստեղ ասա, որ ասում է, ով YouTube-ով լսում է, փրկվելու է կամ էլ իմ եկեղեցից է։ Գալու եմ մեծ YouTube եկեղեցու հետևից։ Ինձ թվում է, ովքեր անցած ծառայության ինձ լսել են, ավելի հեշտ հասկացան ինչ ասեցի։ Հալելույա, թանկագիններս, լավ կլինի, որ ծառայությունները բաց չթողեք, որովհետև Տերը յուրահատուկ աշխատանք է տանում մեր հետ, մեր եկեղեցու հետ։ Ես զգում եմ, որ վերջի ժամանակներն է։ Ու գիտեք, մի ասես պայթյուն է լինելու, հոգևոր պայթյուն, հա, բոմբ չեմ ասում, Միջին Ասիայի հոգևոր պայթյուն է լինելու, ու ասես լցվելու է Աստծո տունը, փրկվածները, որովհետև մարդիկ մոլորված, այսօր շատ մարդիկ մոլորված են, թանկագիններս, ես ոչ մեկի չեմ քննադատում, բայց Աստվածաշունչը ասում է, որ Փեսան գալու է հարսի հետևից։ Փեսան չի գալու հայկական համայնքի հետևից, հայկական դպրոցի առավել ևս, ինստիտուտների, խորհրդարանի, գալու է իր հարս եկեղեցու հետևից։ Իսկ հարս եկեղեցին մենք անցած շաբաթ չէ խոսացինք, եկեղեցին ոնց է, ճշմարիտ եկեղեցին։ Հիմա հայտնության 19-րդ գլուխ, թույլ եք տալի հայտնությունից մի հատ հրաշալի տեղ կարդամ ձեզ։ 6-րդ խոսքից, եւ լսեցի մի ձայն նման մեծ բազմության եւ առաջ ջրերի, ինչպես ձայնը ուժեղ որոտի, որ ասում էր. Ալելույա, որովհետեւ թագավորեց ամենակալ Տերը Աստված։ Ուրախանանք եւ ցնծանք ու փառք տանք նրան, որովհետեւ գառան հարսանիքը հասավ եւ նրա կինը պատրաստեց իրեն ինքն իրեն։ Գառան հարսանիքը հասավ ու նրա հարսը պատրաստեց իրեն։
Նրա հարսը պատրաստեց իրեն։ Ինքը չպատ, ոյ Աստված ջան, փոխի իմ սիրտը, մաքրի ինձ, թողել քֆուր չանեմ։ Չէ, ասում է իր հարսը պատրաստեց իրեն։ Գիտեք, երբ որ տղան հարսնացու է ընտրում, ինքը չի ընտրում մի աղջկա, ով անառակ կյանքով է ապրում։ Ու երբ որ ինքը նշան անում, ասում է ես գալու եմ քո հետևից, քեզ տանեմ, եթե ինքը իմացավ այդ աղջիկը ուրիշի հետ շփում ունի, ինքը կհրաժարվի այդ հարսից, չի գնա իր հետևից։ Բայց որովհետև հարսը նշան ունի, ինչ են ասում նշան ունի, որ ինքը սպասում է, ու ինչ է անում ինքը ուղղակի չի նստում ու սպասում, ինքը պատրաստվում է, չէ, կույսերի պատմությունը ավետարանից, նորից էլի Հիսուսն ասաց, հիմարների ու իմաստունների մասին, ինքը պատրաստվում է, ինչ անում իրան, մաքրում է իրան, պատրաստում է հարսանիքի, թանկագիններս եկեղեցին էլ, մենք պետք է պատրաստենք մեզ, ոնց, իր խոսքով, հավատարմությունով, անարատությունով, սրբությունով, ամեն անգամ մաքրվելով, մենք պատրաստում ենք մեզ, ամեն անգամ Աստծո տունը գալով, նրա կենդանի խոսքով մաքրվելով, լվացվելով, մենք պատրաստում ենք մեզ գարան հարսանիքին։ Հալելույա։ Ուրախանանք ու ցնծանք, փառտանք նրան, որովհետև գարան հարսանիք հասավ եւ նրա կինը պատրաստեց ինքն իրեն։ Նրան տրվեց որ հագնի սպիտակ, մաքուր եւ լուր սափայր բեհեզ, որովհետև բեհեզը սրբերի արդարությունն է։ Երբ որ ինքը պատրաստ էր, իրան տրվեց այդ հագուստը։ Դա մեր բոլոր հարսի շորերը տենց սիրուն են։ Երևի ստեղ ենք արդացել, սպիտակ, փարթամ, բեհեզ։ Եվ ինձ ասեց գրիր, երանելի են գարան հարսանիքի ընթրիքին կանչվածները։ Եվ ինձ ասեց սրանք Աստծո ճշմարիտ խոսքերն են։ Տեսեք, Հովհաննեսը տեսավ, իրան ասեց հրեշտակը ու ասեց գրի, էսի Աստծո խոսքերն են։ Էսի Աստված ասում, էսի ես ինձանից չեմ ասում հրեշտակը։ Էս շատ կարևոր է թանկագինս, որ ես ու դու այդ հարսանիքին լինենք։ Էսի մենք կարանք լինենք, եթե մենք հարսի դերում ենք։ Եթե մենք հարսի դերում չենք, մենք չենք կարող այդ հարսանիքին լինենք։ Հալելույա։ Թանկագիններս, մի հատ հրաշալի տեղ Հովհաննես Մկրտիչի խոսքերից եմ ուզում կարդամ ձեր համար։ Ումա հետաքրքիր, ումա հավես, ումա հաճելի, ով է հայտնություններով լցված։ Շարունակեմ։ Հալելույա։ Չենք ձանձրանում, մի քիչ երկար է, բայց ուսուցողական է թանկագիններս։ Ես կարամ 30-40 րոպե ուղղակի քարոզեմ ու անցնեմ, բայց եթե նկատել եք մի քիչ ժամանակը շատ, բայց սովորացնում եմ։ Մենք Աստվածաշնչյան դպրոց չունենք, ուրիշ դպրոցներ չունենք, թույլ տվեք այս ժամանակը ձեզ ծառայեմ դրա մեջ, լավ թանկագիններս։ Հովհաննես Մկրտիչը տեսեք ինչ է ասում։ Դուք ինքներդ վկայում եք ինձ համար, որ ասեցի ձեզ, թե ես Քրիստոսը չեմ, այլ թե նրա առաջից ուղարկվածն եմ։ Հովհաննես 3-րդ գլուխ 28-րդ խոսքից կներեք, չեմ ասել տեղը, չէ։ 29-րդ խոսքը հարսն ունեցողն է Փեսա, բայց Փեսայի բարեկամը, որ կանգնած եւ լսում է նրան, ուրախությունով ուրախանում է Փեսայի ձայնի համար, արտիմ այս ուրախությունը լցված է։ Թանկագիններս եւս մեկ վկայություն ավետարանից, որ եկեղեցուն փրկվածներին հարսա ներկայացնում Աստվածաշունչը։ Հիմա տենանք թե Հովհաննես առաքյալը ինչ է ասում։ Գնանք նորից Հայտնության 20-րդ գլուխ 11-րդ խոսք։ Տեսա մի սպիտակ մեծ գաղ ու նրա վրա նստողին, որի երեսից երկինքն ու երկիրը փախան, եւ նրանց համար տեղ չգտնվեց։ Երկինքն ու երկիրը փախան
բայց տեղ չգտան։ Ուր փախան։ Եվ գահի առաջ կանգնած մեծ ու փոքր մեռելներ տեսա։ Գրքեր բացվեցին ու մի ուրիշ գիրք էր բացվեց։ Որե կեննած գիրքը, այս իմ ու քո գիրքն է։ Ասա իմ գիրքն է։ Իմ գիրքն է էսի։ Մի վախեցի, ասա, հրճակի, իմ գիրքն է էտի։ Եվ մեռելները դատվեցին ըստ այդ գրքում գրվածի իրենց գործերի համաձայն։ Տեսակ, որ կարևոր է հավատացյալի գործերը։ Տեսակ, որ շնորհքը աշխատում է, բայց միջև այդ գրքի բացվել է։ Եվ ծովն իր մեջ եղած մեռելներին տվեց, մահն ու դժոխքը իրենց մեջի մեռելներին։ Եվ յուրաքանչյուրը համաձայն իր գրածի դատվեց։ Ցեք, այն մեռելները, որ ստե չկան։ Նկատեցիք։ Այն բոլորին որ հափշտակվել են, ստեղ չկան, դատաստանի մեջ չկան։ Մահն ու դժոխքը հրել լիճը գցվեցին, սա է երկրորդ մահը։ Եվ ով կենաց գրքի մեջ գրված գտնվեց, նա հրել լիճը չգտնվեց, նա հրել լիճը գցվեց։ Կներեք, չտարը չէի տես։ Հալելույա։ Թանկագիններս, Հիսուսի գալը մոտ է։ Հիսուսի գալը հաստատ է։ Ու Հիսուսը գալու է իր հարս եկեղեցու հետևից։ Ու թանկագինս, ամեն, 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 ամեն։ Հիմա եկեք միասին գնանք Մատթեոս 24, տենանք Հիսուսը ինքը ինչ ասեց։ Սակայն այդ օրվա ու ժամի մասին Մատթեոս 24:36-ից ոչ ոք չգիտի, երկնքի հրեշտակները եւ ոչ էլ որդին, ես էլ չգիտեմ դրա մասին, այլ միայն Հայրը։ Մարդու որդու գալուստը կլինի Նոյի օրերի պես։ Նոյի օրերը այսօրվա պես էր։ Այսօր շատ նման է այն օրերին, որ Նոյի օրերն էր։ Որովհետև ինչպես որ ջրհեղեղին նախորդած օրերին էին ուտում, խմում, կին էին առնում, մարդու էին գնում այն օրերը, երբ Նոյը տապան մտավ։ Եվ չիմացա միջը, որ ջրհեղեղը եկավ ու բոլորին վերացրեց, մարդու որդու գալուստն էլ այդպես է լինելու։ Այդ ժամանակ արտում երկու հոգի կլինեն, նրանցից մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի։ Թանկագինս, էսի այն նրա մասին է, որ մի քիչ առաջ ասում էի, ոչ մեկս ոչ մեկի համար պատասխանատու չենք։ Գիտեք, իմ հայրս, երբ որ դեռ 5 կյանքով էր ապրում, դա ասում էր իմ ընտանիքի բոլոր անդամները հոգևոր են։ Այդ հափշտակության օրը կնոջս ոնց է լինի հետը կլնեմ, ոտերից կբռնեմ կգնամ։ Բայց այտենց որ հասկացա, որ այտենց հնարավոր չի, ապաշխարեց։ Հնարավոր չի, թանկագինս, հնարավոր չի։ Արտում երկու հոգի կլինեն, նրանցից մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի։ Եվ եթե մի ջրաղացում երկու կին աղալիս լինեն, մեկը կվերցվի, մյուսը կթողնի։ Արթուն կացեք, որովհետև չգիտեք, թե ձեր Տերը որ ժամին կգա։ Թանկագինես, եթե մենք մեր Տիրոջը սպասում ենք, պիտի պատրաստվենք, պիտի արթուն մնանք։ Բայց այս իմացեք, որ եթե տանտերն իմանար, թե գողը որ պահին է գալու, արթուն կմնար ու թույլ չէր տա, որ իր տուն սողոսկեր։ Դրա համար դուք էլ պատրաստ եղեք, որովհետև մարդու որդին կգա այն ժամին, երբ դուք չեք սպասում։ Դրա համար կարևոր է պատրաստ լինել։ Չեք սպասում։ Չեք սպասում։ Տենց պահ կա մեր կյանքի մեջ, որ չենք սպասում։ Էսի վախենալու է։ Որ հանկարծ Տերը գա այն ժամանակ, երբ որ ես իրան չեմ սպասել։ Ու ամեն առավոտ, երբ որ ես արթնանում եմ, ես որոշում եմ։ Իմ Տեր, ես սպասում եմ քեզ այսօր։ Ու ես իմ օրը ապրում եմ այնպես, ոնց որ սպասողը կապրի։ Ու երբ որ ես իմ օրը ապրում եմ այնպես, որ ես սպասում եմ, որ այդ օրը կարող է Տերը գա, ես ոչ մի վատ բան չեմ անի։
Ամեն։ Թանկագիններս, ու գիտեք ոնց որ նա հետաքրքիր, որ շատ տեղեր ունեմ էլի ասում բոլոր ազգերը կտեսնեն հայտնության առաջի գլխում Մատթեոս 24-րդ գլխի երկու անգամ ասում բոլոր ազգերը կտենան ոնց որ կայծակն են տենում արևելքից արևմուտքը երևում է եւ այլն մի 30 տարի առաջ երբ որ պատանի էի ավելի շուտ եմ լսել կանի երևի 8-10 տարեկանից արդեն հիշում եմ մայրիկս ասում էր Հիսուսը գալու է ու բոլոր աշխարհը տենելու են հետո երբ որ արդեն սենց սկսա հասկանալ որ երկրագունդը կլոր է ու հետո հասկացա որ իմացա Աստվածաշնչից որ Հիսուսը գալու է Երուսաղեմ ու որ երկրագունդը կլոր է Երուսաղեմը սենց են կոմա այս մնացածը ոնց է տենալու սենց մի քիչ հələ ինտերնետ չկար ուղիղ եթերներ չկար, WhatsApp չկար, ոչ YouTube չկար, ոչ մի չկար։ Ու մտածում եմ ո՞նց է դա լինելու։ Ո՞նց է դա լինելու։ Այսօր ես չեմ ասում, որ այդ ինտերնետի միջոցով է լինելու։ Ես դրա մասին չեմ խոսում, լավ, բայց որ տենում ենք, որ այսօր աշխարհի ամյուս ծայրում այս պահին ինչ է տեղի ունենում ու դու միանգամից դա տենում ես, էսի մի քիչ պատկերացում է տալի որ Աստված ինչքան կատարելություն է։ Ու տեսեք մի հատ էլ հարց, երբևիցե քեզ տվել Աստված ո՞նց ամեն բան գիտի։ Չէ՞։ Աստված ո՞նց ամեն բան գիտի։ Այ քո հեռախոսի մեջ ինչքան հիշողություն կա։ Կոմպյուտերիդ մեջ ինչքան հիշողություն կա։ Բա Աստծո ֆայլերը որ բացես։ Լսի, դա մարդու ստեղծած է։ Մարդու պատկերացումը։ Հա ինտերնետը, YouTube-ը, էսի մարդու պատկերացումը, Աստված ինչքան կատարյալ է։ Ես հավատում եմ, որ Հիսուսի գալը բոլորը կտեսնեն։ Բոլորը կտեսնեն։ Ու գիտեք, ասում են, այնքան ահավոր էր նրա գալը, որ փախնում էին, բայց չգիտեին ուր փախնեն։ Ու հանկարծ ցնես չլինի թանկագինս։ Գիտեք, ես ուզում եմ մի հատ դրա մասին խոսացել եմ, վկայել եմ, բայց վերջերս տանն էինք ու երկրաշարժ եղավ։ Ամալյան ես զալում պարկած գիրք էի կարդում, նենց լավ հոգևոր ատմոսֆերա էր։ Մեկ էլ սպալնից բացելով եկավ, ասում արդ երկրաշարժ է, ասում եմ հա, ու հելել եմ կանգնել եմ սենց, ու սենց սպասում եմ, որ հեսա Հիսուսին եմ տենալու։ Հա, ինձ թվում էր, որ հեսա վсё, պետք է շենքը փլվի, ու լավ իրար էր գալի, մենք էլ բարձր ենք ապրում։ Գիտես, այս այնքան լավ է, որ դու սպասում ես իրան։ Դու սպասում ես իրան։ Սիրելի եկեղեցի, ես ձեզ կոչ եմ անում։ Բոլորիդ, եկեք միասին, միաբան, որպես մի տուն, որպես մեկ հարս, սպասենք նրան։ Իրա տան մեջ, իրա առած խոսքի սրբության մեջ, ամեն անգամ գալիս ենք, իրա խոսքը լսում ենք, այդ խոսքը մաքրում է մեզ, շտկում է մեզ, իմաստուն է դարձնում ու ավելի մոտեցնում երկնքին։ Ես չեմ ուզում, որ երբ որ երկինքն ու երկիրը դղրդա, այն ուժեղ ձայները լսվի քեզ, դու փախնես չիմանաս ուր ես փախնում, այլ կուզեմ, որ սենց իրար հետ գնանք Տիրոջը դիմավորելու։ Ես չգիտեմ էդի ոնց է լինելու, բայց հաստատ գիտեմ, որ հավատարիմերը տենալու է։ Հալելույա, եկեք կանգնենք ոտքի, փառք մեր Աստծուն, փառք մեր Արքային։ Հալելույա։ Եկեք գնանք ու մասնակցենք այդ հարսանիքին։ Այդ հարսանիքը վերջն է լինելու։ Այդ հարսանիքը լիակատար, լիարժեք ուրախությունով լցված խնջույք է լինելու։ Եկեք միասին գնանք ու վայելենք էդի։ Հալելույա։ Եկեք բարձրացնենք մեր ձեռքերը, աղոթենք Տիրոջը։ Հալելույա, բարձրաձայն աղոթիր։ Ամենազոր Արքա, փառք քեզ, գոհություն քեզ, մեր տերերի Տեր, մեր Փրկիչ, մեր Արարիչ, շնորհակալ ենք քեզ Տեր, շնորհակալ ենք այսօրվա խոսքի համար, Տեր Աստված, շնորհակալ ենք, որ դու մեզ սովորացնում ես, որ դու մեզ առաջնորդում ես, որ դու մեզ հղկում ես, մշակում ես, Տեր, շնորհակալ ենք քեզ,
իմաստուն ես դարձնում, որպեսզի չարիքի չհանդիպենք Տեր Աստված։ Շնորհակալ ենք քեզ մեր արքա։ Շնորհակալ ենք, որ քո տունն է ստեղծել երկրի վրա այսօր Տեր, որտեղ կա քո զոհասեղանը, որտեղ կա քո ջրի ավազանը Տեր, որտեղ կա սուրբ ներկայությունը, որտեղ կա սուրբ առաջնորդությունը Տեր։ Հալելույա։ Փառք եւ գոհություն մեր արքա, որ դու բնակվում ես մեր մեջ, մեր եկեղեցու մեջ, դու կաս եւ կենթանի ես Տեր, հալելույա։ Մենք հավատում ենք Տեր, հավատում ենք քո վերստին գալստյանը Տեր եւ սպասում ենք Տեր Աստված։ Եվ հավատում ենք մեռելների հարությանը Տեր, որովհետև հավատում ենք նաև քո հարությանը։ Փառք եւ գոհություն, շնորհակալություն, գառին, Տեր Աստված, մեր արքա, մեր թագավոր, մենք սպասում ենք այդ հարսանիքին, մենք ուզում ենք մասնակցենք այդ խնջույքին, Տեր իմ Աստված, արի մեր հետևից Տեր, պահի մեզ սրբության մեջ Տեր Աստված, եւ արի ու մեզ հագցրա քո արդարության զգեստները Տեր, քո արդարությունը ոտից գլուխ հագցրա մեզ Տեր, քո սրբությունը հագցրա մեզ Տեր, հալելույա, ո Սուրբ Հոգի, ամեն անձին բերում եմ քո առաջ, քո ամբողջությամբ վերցրա քո ձեռքերի մեջ, քո ներկայության մեջ, ամեն մեկին Տերս, Հիսուսի անունով խնդրում եմ Տեր իմ Աստված, ոչ մեկ թող դժոխք չգնա, ամենքը թող լինեն քո տան մեջ, քո հարսանիքին մասնակցեն Հայր, Հիսուս Քրիստոսի անունով եմ խնդրում։ Զորեղ արքա, պահի այս ամեն պտուղներին Տեր, եւ պահի ամեն չար ընկերակցություններից Տեր իմ Աստված, որպեսզի ոչ մի չարիքի չհանդիպեն, այլ պաշտպանված լինեն քո արդարության մեջ ու բարիքներով լցված լինի ամենքի կյանքը Տեր։ Օրհնում եմ ես իմ եկեղեցին Տեր, օրհնում եմ ամեն ընտանիքները, ամեն անդամը Տեր, քո խաղաղությունը թող լինի, քո արդարությունը, քո ուրախությունը, քո սրբությունը թող թագավորի ամեն մեկ մարդի կյանքի մեջ եւ ամեն ընտանիքի մեջ, հանուն Հոր Որդու եւ Սուրբ Հոգու, ամեն, հալելույա, փառք Հիսուսին, ամեն։ Ոչ թե օրհնության խոսքերը, այլ օրհնությունները, սրանք ուղղակի բառեր չեն, այս օրհնության խոսքերը Աստված Մովսեսին ասեց, վերցրա ու ամեն անգամ իմ ժողովրդին կորտնես, ամեն անգամ իմ ժողովրդին կորտնես այս բառերով, որպեսզի նրանք լինեն օրհնված, որպեսզի դու լինես օրհնված, թող զորած Տերը օրհնի քեզ ու պահի քեզ։ Ամենակարող Տերը պայծառացնի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ։ Բարձրալ Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ խաղաղություն տա քեզ Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Եվ այս խաղաղության մեջ թանկագինես, եկեք միասին ասենք. Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը եւ մեր Հայր Աստծո սերը եւ մեր Սուրբ Հոգու հաղորդությունը թող ամենքիս հետ լինի։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։